Բայը և ապենդիի նոր չապանը։ Կիրգիզական հեքիաթ։ Մի անգամ մի հարուստ բայ իր մինուճար որդու պատվին մի լավ քեֆ է կազմակերպում։ Լավ կահավորված յուրտում սեղան են նստում հարուստ ու նշանավոր հյուրերը, իսկ աղքատներին, որոնք հասարակ հագուստներով էին, հավաքում են հին ու խղճուկ մի յուրտում։ Ապենդիին էլ կանչում են քեֆին։ Նա գալիս է իր պատառոտված խալաթը հագին, ոտքերին մաշված սապոգներ։ Բայը երբ նրան տեսնում է, ձևացնում է, թե չի էլ նկատում, իսկ ծառաները նրան ուղարկում են այն յուրտը, որտեղ նստած էին աղքատները։ Համեղ ու լավ ճաշերը տանում են այնտեղ, որտեղ հարուստներն են, իսկ աղքատներին նրանց կրճոններն են բերում։ Հաջորդ օրը ապենդին նոր խալաթ է հագնում, ոտքերին քաշում է փայլփլուն իչիգաները, վրայից էլ մի նոր կրկնակոշիկ, գլխին չալմա է փաթաթում ու նորից գնում, որ մասնակցի բայի կազմակերպած քեֆին։ Ապենդին երևում է, թե չէ, անմիջապես բայի ջիգիտները դիմավորում են նրան, նույնիսկ բայն է դեմը դուրս գալիս ու ներս տանում։ Բոլորը հարգանքով ընդունում են ապենդիին, նստեցնում են լավ կահավորված յուրտի ամենապատվավոր տեղում և անմիջապես նրա առջև համեղ ուտելիքներ դնում։ Ապենդին 4 կողմն է նայում, հետո բռնելով իր խալաթի փեշը ամանի մեջ մտցնում։ «Կեր թանկագին հյուր, կեր որքան ուզում ես», ասում է նա։ Բայը զարմանում է։ «Ապենդի էդ ինչ ես անում, ախր ով է տեսել, որ խալաթը փլավ ուտի»։ Իսկ ապենդին պատասխանում է. «Երեկ երբ պատառոտված ու հին խալաթով, ծակծկված սապոգներով եկա, ինձ ոչ ոք չդիմավորեց, ոչ էլ հյուրասիրեց։ Էսօր ես նոր խալաթ եմ հագել, փայլփլուն սապոգներ ու կրկնակոշիկներ, ու ինչ, ահա իմ դիմաց լիքը լցված ամաններ են, մեջը ինչ որ սիրտդ ուզի, ուրեմն տան տերը հարգում է ոչ թե ինձ, այլ իմ հագուստը, ուրեմն թող իմ խալաթն էլ օգտվի բայի այս ճոխ հյուրասիրությունից»։